Ողջույն սիրելի հայրենակիցներ, խոր ցավով բոլորս իմացանք այն ցավոտ գուժը, որ մեզանից 57 տարեկան հասակում հեռացավ Արմեն Դիլանյանը, ճանաչված լրագրող, գրագետ լրագրող, որի ներկայությունը, որի մուտքը Լոս Անջելես որպես լրագրողի եղավ իսկապես մեծ թարմություն, մեծ նորություն եղավ նրա մտածելակերպը, նրա խառնվածքը, համեստ ներկայությունը եթերում եւ անաչառ վերլուծությունները։ Ափսոսում ես, երբ լավը խելացին մտավորականն է հեռանում աշխարհից, որտեղ այդպիսով մի մեծ պակաս է առաջանում, որը լցնելը շատ դժվար է հետո լինում։ Արմեն Դիլանյանը այն մեր մտավորական ուժերից էր, որին կորցնելը թե որպես ընկերոջ, թե որպես գործընկերոջ շատ ցավալի էր ինձ համար եւ իսկապես անկեղծորեն ցավակցությունս եմ հայտնում նրա ընտանիքի անդամներին, նրա զավակներին, որոնց մասին նա շատ էր հոգում, հիանալի հայր էր եւ նրա ամենամեծ հոգսը այդ երեխաներին խնամելը, պահելը այդ ընտանիքը եւ նրանց լավ կրթություն տալն էր, մենք շատ ենք խոսել այդ մասին։ Իմ զրուցակիցն է Հայ ազգային կոնգրեսի ամերիկյան գրասենյակի անդամ Կարո Կարապետյանը, որը եւս շատ լավ ճանաչում էր մեր Արմենին եւ վստահ եմ նա էլ իր ցավակցությունները կհայտնի այս առիթով եւ իր խոսքը կասի նրա մասին։ Ողջույն Կարո։ Բարև ձեզ, շատ ցավալի է, որ այսպիսի մուտքով ենք սկսում այսօր հաղորդումը։ Ինչևից է Արմենին ես ճանաչում եմ, մասնակցել եմ իր հաղորդումներին, եղել եմ իր հյուրը եւ բավականին լավ կարծիք ունի որպես պրոֆեսիոնալ, լրագրող, որպես մասնագետ։ Ցավալի է, որ դեռ այսպես ասած կյանքի այդ լավ ժամանակահատվածում, երբ որ այո լիարժեք կարող էր կյանքը զգալ, կյանքով ապրել, նա հեռացավ մեզանից։ Ես նույնպես միանում եմ ձեր ցավակցությունը եւ ցավակցում եմ նրա բոլոր հարազատներին։ Գիտեք ինչ, Կարո, շատ լավ հիշում եմ, որ 2008 թվականին այստեղից միակ լրագրողն էր, որ մեկնեց Հայաստան եւ բավական անաչառ վերլուծություններ էր անում, թեպետ ինքը հստակ կողմնորոշում ու դիրքորոշում ուներ, ասենք, ինչը շատ բնական ու նորմալ էր, բայց նույնիսկ նա դա չէր պահպանում եւ այնտեղից շատ հետաքրքիր նորություններ էր մեզ հաղորդում եւ երբ եկավ, ինչքան մենք խոսեցինք այն անարդարության մասին, որը նա անձամբ տեսել էր, ականատեսներ եղել Հայաստանում 2008-ի այդ ահավոր դեպքերին, ընտրություններին, ժողովրդի այդ մեծ վերելքին հոգևոր, որը նա տեսել էր եւ չէր կարող դա չներկայացնել, դա շատ ցնցող բան էր եղել իր համար, իսկապես շատ էր ազդել դա Արմենի վրա, որից հետո կարծես նա մի տեսակ փոխվեց, ես նրան ինչպես մինչ այդ էր Արմեն Դիլանյանը, դրանից հետո նա կարծես ուրիշ մի տեսակ երանգ ստացավ նրա հաղորդաշարը, մի բան կատարվեց այդ տղայի հետ, գուցե դա էլ է ազդում մարդու վրա շատ, երբ անարդարություն ես տեսնում, դա փլուզում է մարդու հոգին, երբ տեսնում ես ինչ է կատարում ժողովրդի հետ, ինչպես են առնում այն մարդուն, որը հացի փող չունի, վաղվա ձայն տալու համար գնում են այդ մարդու ձայնը։ Դա ամենասարսափելի բանն է, որը մարդ արարածը իրավունք չունի դրան ենթարկվելու, բայց մենք ամեն օր բախվում ենք դրան, ամեն օր բացում ենք ինտերնետը, նույն բանը տեսնում ենք եւ մտածում ենք, լավ, մենք կկարողանանք հաղթել այս փողին։ Փողը փաստորեն ամեն ինչ է ստացվում այսօր, մանավանդ մեր երկրում փոքրիկ եւ այդքան չկազմավորված իրականում, այսպես դիմագիծ չունեցող այդ առումով։ Ինչ է կարծում, իսկապես այս վիճակը մենք ինչպես պետք է կարողանանք հաղթահարել եւ արդյոք դա հաղթահարելի է այսօր այն շեմին, որի առջեւ մենք կանգնած ենք նախընտրական այս օրերին։ Որպեսզի չասեմ միանգամից հակառակ, ասեմ, որ չեմ կարծում, որ դա շատ արագ հաղթահարվող երևույթ է, որովհետև գիտեք, մեկ տասնամյակից ավելի ժամանակահատվածում այն արմատավորվել է, զարգացել է այդ փող վերցնողների, այսինքն 5000 կամ 1000 Երևի հիմա 10 էլ կլինի, 20 էլ կլինի, կյանքը թանկացել է մի քիչ Երևանում, Հայաստանում։ Կա մի շերտ, որը ընտրություններին մասնակցում է այդ կերպ։ Ուղղակի մի բան կուզեի ասել, որ հավատացած եղեք, որ ընդհանուր ընտրողների քանակի համեմատած այդ մարդկանց քանակը մեծ չէ։ Եվ ասեմ ձեզ, որ վստահորեն, որ իշխանության, ասենք, իր մամուլի լծակների միջոցով ավելի շատ շեփորում է այդ թեման, որպեսզի այսպես ասած մեղքը բարդի ժողովրդի վրա։
Օ, ինչ հետաքրքիր վերլուծություն եք կարող։ Սրա մասին չէի մտածել։ Այո, որպեսզի մեղքը բարդի ժողովրդի վրա, բայց փաստը կայանում է նրանում, որ թե 1998, թե 2003, թե 2008 թվականին ես միշտ իմ հաղորդումներում ասել եմ, մենք տեսել ենք, որ ընդհանրապես հայ ընտրողը մեծամասնությունը, ընտրողների մեծամասնությունը ընտրում է այնպես, ինչպես որ մտածում է։ Այսինքն, երբ որ արդեն հայտնվում է այդ թղթի առջև, գրիչը ձեռքին, վերջին հաշվով դնում է այնպես, ինչպես որ ընտրում է։ Այս թեման շատ հետաքրքիր է, այդ ընտրակաշարքի թեման, ինչու համար, որովհետև գիտեք ինչ, որպեսզի փակվի մյուս եղանակները ընտրությունների արդյունքների կեղծելու, սկսենք ասենք այդ վստահված անձանց գողանալը, ծեծելը, ասենք մարդկանց անվտանգության մարմիններ, ոստիկանության մարմիններ կանչելը, մենք արդեն փորձ ունենք երկու ընտրությունից ավել մասսայական ձերբակալումները ընտրությունների ժամանակ։ Հիշում եք Դեմիրճյան հայր եւ որդի Կարեն Դեմիրճյանի եւ Ստեփան Դեմիրճյանի ընտրությունների ժամանակ հետաքրքիր մի դեպք տեղի ունեցավ ու կրկնվեց երկու ընտրությունների ժամանակ։ Ուրեմն առաջին փուլից հետո հարյուրավոր մարդկանց ձերբակալեցին, որպեսզի երկրորդ փուլը կարողանան հաղթել։ Այդ ամեն ինչը հիմա ստվերվում է եւ ինչպես նաեւ 2008 թվականին կիրառված հիմնական այն խախտումները, որոնցով ցույց են տալիս այդ կեղծ արդյունքները, այնպիսի թեմաներ են ներկայացվում, որպեսզի մեղքը բարդվի հասարակության վրա։ Շատ եք չէ՞ լսել, որ ասում են, գիտեք ինչ, դեմոկրատիայի մենք էլ ենք ձգտում, բայց մեր ժողովուրդը պատրաստ չէ։ Այո, այո։ Սուտ է, հերյուրանք։ Ես կասեի ավելին, հավատացեք, այսօրվա հայ հասարակությունը ընտրություններին ավելի շատ է պատրաստված, քան ամերիկյան կամ ֆրանսիական հասարակությունը։ Հավատացեք, դա այդպես է։ Քաղաքական ակտիվություն ոչ Ամերիկայում կա, ոչ Ֆրանսիայում կա, ոչ Գերմանիայում կա, ոչ մի երկրում եվրոպական չկա։ Ես չեմ ասում միայն Հայաստանում, ասենք նախ սովետական շատ երկրներում, ինչպես որ Հայաստանում, այդ ակտիվությունը ավելի բարձր է, վերջերս նաև Ռուսաստանում։ Խնդիրը նրանում է, որ իշխանությունները այդ վահաններ են դրանք օգտագործում, բնական է, որպեսզի այնուհետև ցույց տան, որ դա մեր մեղավորությունը չէ։ Մեր մեջ կան կաշառողներ եւ այլն, բնական է վերջում ինչպես որ ասենք թուրքերն են ասում, ոչ միայն մենք ենք հայերին կոտորել, հայերն էլ մեզ են կոտորել։ Հիմա թուրքերից էլ հետաքրքիր բան են սովորել։ Ոչ միայն մենք ենք կեղծում, ընդդիմությունն էլ է կեղծում։ Չէ, եւ հետո հարգելի Կարո, մենք մի շատ հետաքրքիր փաստի ենք առնչվում, դիտորդների կամ հսկողությունը եվրոպական եւ այլ արևմուտքից այնքան է ուժեղացել այս ժամանակահատվածում Հայաստանի նման փոքրիկ մի երկրի վրա, նա կիզակետ է դարձել այսօր ուշադրության, որ մենք արդեն հմեկի եթերում կարող ենք տեսնել Նիկոլ Փաշինյանին, չգիտեմ, Կենտրոն հեռուստակայանում 3 նախկին վարչապետը Հրանտ Բագրատյանի փայլուն ելույթներ, ուղղակի իսկապես հետաքրքիր շատ ելույթներ, որը շատ զարմացնում է մեզ, բայց մենք գիտենք, որ դա այսօրվա դեմոկրատիկ իշխանությունը չի անում, դա պարզապես հսկողների ուժն է, որ նրանք կարողացան հասնել նրան, որ ժողովուրդը նաև լսի եւ տեսնի այն, ինչ ասում են մյուսները բացի իրենցից։ Հասել մենք հասել ենք նաև դրան, դա եւս ժողովրդի ակտիվությունից է գալիս, չէ՞։ Արտասահմանից եկող Սփյուռքի պայքարից է դա գալիս, մեր ինչ որտեղ լծակներն են, որ ինչ որտեղ այսօր աշխատում են, մեր ազատ խոսքն է, որ այնտեղ լսվում է, չէ։ Եթե մենք միայն ասենք ապավինենք եվրոպական կառույցների վրա, հավատացեք ոչ մի բան չենք ունենալու։ Բնականաբար, թե Հայաստանի հասարակության, թե ասենք Սփյուռքում այս բռնապետության դեմ պայքարող անձանց ճնշումները, կազմակերպությունների ելույթները եւ այլն, այսպես ասած բումերանգի նման գնում են եւ Եվրոպայով գալիս են Հայաստան։ Եվ բնականաբար երբեք Կենտրոն հեռուստատեսությամբ Հրանտ Բագրատյանին չէին ցույց տալի կամ չէին ցույց տա եւ Նիկոլին էլ հմեկով ցույց չէին տա, եթե այդ բումերանգը աշխատած չլիներ։ Իրենք մեր ժողովրդի հետ խնդիր չունեն։ Ժողովուրդը կարող է 100,000, 500,000-ով միտինգ անել, կարող են բանի տեղ չդնել, բայց եվրոպական կառույցներին ստիպված են, որովհետև այսպես ասած խաղը նրանց հետ է։ Որովհետև մարդասպանության գնդակահարություն գործած իշխանության դեմ առայժմ աչք է փակվում մի կարճ ժամանակով միայն։ Դրանից բախեցած, դրանից օգտվելով այս հնարավորությունից նրանք պիտի փորձեն մի անգամ էլ վերադառնալ, մի անգամ էլ մնալ աթոռին։ Դա է պատճառը։ Մենք մի զանգ ունենք, որ երկար է սպասել, շատ ներողություն եմ խնդրում, բայց չէի կարող ընդհատել պարոն Կարապետյանին։ Այժմ կլսենք ձեզ, որից հետո գովազդային դադար։ Դուք եթերում եք, համեցեք։ Լսում ենք ձեզ։ Բարի երեկո։ Ձեզ անհանգստացնում է Արտաշես Զատիկյանը։ Այո, պարոն Զատիկյան, շատ ուրախ եմ։ Չեմ կարող իմ սրտի խոսքը չասել,
իմ սիրելի Արմենի համար։ Այո։ Շատ եմ ցավում։ Արմենները մեր շարքերում շատ քիչ են։ Ճիշտ է։ Ցավոք սրտի նրանք ժամանակից շուտ գնում են։ Ճիշտ է։ Իր սրտը ես ցավում եմ։ Համբերություն եմ ցանկանում հարազատներին։ Թող Արմենի փոխարեն լինեն Արմենի զավակները եւ մեր ինչու՞ չէ նաեւ մեր զավակները որ նմանվեն Արմենին, որովհետեւ մենք Արմենի նման անձնավորությունների շատ կարիք ունենք։ Ճիշտ է։ Անշահախնդիր, մաքրամաքուր անձնավորություն, որ իր կյանքը նվիրեց հանուն հայ ժողովրդի։ Ինչ որ իր հոգու մեջ վախ գոյությունն էր, դա գալիս էր կոմունիստական դասակարգի հետևանքով։ Կարծես թե ինչ որ մեկը նրա հետևից ընկած էր, Նունե ջան։ Ես ինչ որ մեկ ելույթներից զգում եմ, որ նա կաշված է, վախվելով է խոսում։ Այս դեմքը Արմեն ջան, շատ եմ ցավում, ափսոս, հազարով օրնի, քո մնացյալ կյանքը նվիրի քո զավակներին, քո հարազատներին։ Շատ Մենք բոլորը շնորհակալություն։ ցավում ենք, սիրելի հարազատներ։ Ձեզ համբերություն, նաև մեր հայ ժողովրդին համբերություն, նման Արմենների կորուստի համար։ Շնորհակալություն։ Ձեզ ենք շնորհակալ, պարոն Զատիկյան, շատ շնորհակալություն։ Պահապան, Աստված մեր հայ ազգին պահապան։ Շնորհակալ ենք շատ։ Շնորհակալություն, իսկապես սիրված, ճանաչված եւ գնահատված լրագրող հեռացավ մեզանից եւ այսպիսիների տեղը երկար դատարկ է մնում, դուք ճիշտ ասացիք, Աստված տա, որ էլի Արմեններ կան, որոնք կկարողանան այդքան գրագիտորեն լուսաբանել, ներկայացնել, իրենց խոսքն ասել մեր եթերից։ Թող երկնային կյանքը նրան երջանկություն բերի։ Այս կյանքը բավականին դաժան ու դժվարին էր նրա համար, ովքեր նրան մոտիկից գիտեն, շատ լավ գիտեն, որ հեշտ չէր նրա համար այս կյանքում ապրելն ու տեղավորվել այս աշխարհի մեջ։ Բայց հուսով եմ, որ այն աշխարհում արդարների ու լավերի տեղն ավելի մեծ է։ Թող նրա հիշատակը վառ մնա բոլորի սրտում եւ մենք հարգենք ու գնահատենք մարդուն նախ իր կենթանության օրոք, հետո էլ գոնե կարողանանք հիշատակը վառ պահել եւ խոնարհվել նրանց առջեւ։ Այժմ մի փոքր գովազդային դադար, որից հետո կվերադառնանք շարունակելու համար մեր զրույցը Կարո Կարապետյանի հետ, խնդրեմ։ Մենք բոլորս երիտասարդ եւ գեղեցիկ ենք ներքուստ եւ արժանի ենք տեսնելու դա նաեւ արտաքուստ։ Ստեփանյան Surgical Arts կենտրոնում board certified վիրաբույժ դոկտոր Մարտին Ստեփանյանը իր ողջ անձնակազմով կցուցաբերեն մեծագույն հոգատարություն։ Դոկտոր Ստեփանյանի հետազոտությունից հետո ձեր բոլոր կոսմետիկ ցանկությունները կիրականացվեն, սկսած բոտաքսի եւ ջուիդերմի ներարկումից մինչեւ քթի, ծնոտի եւ դեմքի պլաստիկ վիրահատությունները։ Վստահեք ավելի քան 10 տարվա փորձառություն ունեցող դիմային վիրաբույժին, ձեր դեմքը մեր արվեստն է։ Sonic Therapy, յուրահատուկ թերապիա եւ սնուցման սպասարկումներ։ Կալիֆոռնիայի կողմից որակավորված Մերի Նազարյանը առաջարկում է առողջապահական խնամք եզակի, ճապոնական, չինական եւ ամերիկյան մեթոդներով, իր մեջ ընդգրկելով օրթոպեդիկ եւ ոսկրամականային ուղղում ու շտկում, նաեւ բնական սնուցման սպասարկում։ Մերին օգնել է հարյուրավոր մարդկանց, ովքեր ունեցել են լուրջ ցավեր, միգրենային գլխացավ, մեջքացավ, դիսկի պրոբլեմներ, սայաթիկ ցավեր, կաթված, արթրիտ, ծնկի կամ ոտքի պրոբլեմ, MS, դիաբետ եւ այլն։ Հայախոս հաճախորդները Մերիի թերապիան կատակով անվանում են ցավը տանեմ թերապիա։ Եվի կոմպյուտերի քննության միջոցով կիմանաք, թե ձեր ցավը ինչպես կարող եք բարելավել։ Մերին նաև առաջարկում է բնական միջոցներով քաշը պակասացնելու հնարավորություն։ Նա կօգնի ձեզ կանխել մազաթափությունը եւ մաշկի հետ կապված խնդիրները։ Այո, հնարավոր է ապրել առանց ցավի։ Զանգահարեք 818 621 637 համարով։
Kia Soul, խաղաղություն բերող ավտոմեքենա։ Գնացեք Glendale Kia, գույնը որոշեք եւ հերթ կանգնեք։ 10 տարվա գարանտի 100,000 մայլով եւ ընդամենը $199 ամսեվճարով։ Ասեք, էլ որտեղ կա Glendale Kia։ 323 222 8000 Glendale Kia։ Suzy's Design 25 տարվա փորձառությամբ կահույքի միակ վաճառակենտրոնը, որտեղ կա մեծ ընտրություն եւ բարձր ճաշակ։ Խանութում ցուցադրված կահույքը այժմ վաճառվում է անհավատալի զեղչով։ Suzy's Design-ում է միայն, որ կառաջարկվեն լավագույն գաղափարներ նորահարսերի համար։ Ուշադրություն բարեկամներ, բոլոր ապրանքները վաճառվում են ջախ-ջախիչ զեղչերով, 0% ֆինանսավորում, առանց կանխավճարի, առանց ամսվճարի։ Միայն Suzy's Design-ում դուք կստանաք արագ եւ սքանչելի սպասարկում, որտեղ կարող եք նորոգել ձեր տան կահույքը եւ առավել գեղեցկացնել այն։ Suzy's Design։ Շատ անգամ ալերգիկ երևույթների պատճառ կարող է դառնալ ձեր բնակարանի օթորակչի խողովակներում թաքնված եւ կուտակված փոշին, որն անմիջապես հարկավոր է վերացնել։ Comfort Zone-ի լավագույն մասնագետները Համլետ Պողոսյանի ղեկավարությամբ պատրաստ են օգնելու ձեզ այդ հարցերում։ Նրանք կատարում են air condition-ի հետ կապված բոլոր աշխատանքները։ Զանգահարեք 877 942 9462 կամ 818 240 1155 հեռախոսահամարներով։ Comfort Zone։ Եթե ուզում եք հագնվել ճաշակով ընտիր, բայց անհավատալի ցածր արժեքներով, ապա մեկ անգամ այցելեք Chic Apparel by Anna հագուստի վաճառակենտրոն։ Ընտրեք եվրոպական ոճի գեղեցիկ, ամենօրյա եւ տոնական հագուստներ, պայուսակներ, զարդեղեն, կոշկեղեն, սկսած $4.99-ից։ Հայաստանի ձեր հարազատներին նվերներ ուղարկեք միայն այս խանութից, քանի որ այստեղ ապրանքը բարձրորակ է, գները շատ ցածր, սպասարկումը սիրալիր։ Խանութը գտնվում է Maple եւ Glendale փողոցների խաչմերուկում։ Սիրով հրավիրում ենք 620 South Glendale Avenue, հեռախոս 818 244 1718։ Millennium Design Jewelry, որակյալ եւ գեղեցիկ զարդերի իսկական պատկերասրահ, դասական եւ մոդեռն ոճերի բացառիկ նմուշներ։ Մնայուն եւ աչք շոյող զարդեղեն, որն առավել կընդգծի ձեր հմայքն ու գեղեցկությունը։ Millennium Design Jewelry Glendale-ի կենտրոնում գործող ոսկյա եւ ադամանդյա զարդերի հանրահայտ վաճառակենտրոն, որտեղ ձեզ առաջարկվում է յուրաքանչյուր առիթի համար մնայուն եւ անմոռաց զարդեղեն։ Millennium Design Jewelry։ Glendale-ում 5-star tutoring center-ը կատարում է ընդունելություն, տարրական դպրոցի աշակերտների դասապատրաստման օգնություն, junior եւ high school դպրոցների, ինչպես նաեւ քոլեջի ուսանողների անհատական եւ խմբակային պարապմունքներ, մաթեմատիկա, երկրաչափություն, քիմիա, ֆիզիկա, հայոց լեզու, անգլերեն առարկաներից։ Ունենք նաեւ երեխաներին դպրոցից կենտրոն տեղափոխելու տրանսպորտային ծառայություն, after school pick-up, study center, անվճար ինտերնետային կապ, հաճելի եւ մտերմիկ միջավայր։ Պարապմունքները վարում են փորձառու մասնագետներ։ Կենտրոնը բաց է նաեւ երեկոյան ուշ ժամերի։ Զանգահարել 818 577 72 հեռախոսահամարով։ Շարունակում ենք մեր զրույցը, ինչպես արդեն ձեզ ներկայացրի, Հայ ազգային կոնգրեսի ամերիկյան գրասենյակի անդամ Կարո Կարապետյանն է այսօր մեր հյուրը, եւ վստահ եմ, որ շատ ակտիվ եւ ակտուալ զրույց պետք է ունենա, եթե Կարոն է, նշանակում է, որ բավականին հետաքրքիր ձևով մեկնաբանություններ պիտի լինեն այսօրվա քաղաքական անցուդարձին։ Դուք կարող եք մասնակցել, կարող եք զանգահարել, ազատ խոսքը բարևի եթերում միշտ հնչել է եւ կհնչի, քանի դեռ այն գոյություն ունի այս աշխարհում։ Հիմա պետք է խոսենք մի փոքր, մենք հիմա խոսում ենք հանցագործ այն իշխանություններից, որոնք արդեն քանի տարի, արդեն 15 տարի է շուտով լրանում, եւ դա հոկտեմբերի 27-ից հետո այսպես շատ ակտիվորեն գործեց, եւ այս քրեական օլիգարխիկ համակարգը, որը շատ հետաքրքիր վերլուծության է այսօր ենթարկվում, որ իշխում է այսօր Հայաստանում, դեռևս կա ու կլինի այս համակարգը, եթե նույնիսկ իշխանություն էլ չլինի, այն գոյություն ունի եւ ներկայություն է այսօր Հայաստանում մեծ հաշվով, սիրելի Կարո։ Ինչպես պետք է դրա դեմն առնել, ինչպես պետք է դատվեն այդ մարդիկ վաղը, եթե գա իշխանության Հայ ազգային կոնգրեսը եւ հանրապետության նախագահը դառնա, ասենք Լևոն Տեր-Պետրոսյանը։ Օրինակի համար եմ ես սա ասում, եթե այսպիսի մի դեպք տեղի ունենա։ Որպեսզի երևա, որ օրինակի համար եք ասում, ավելացնեմ հետեւյալը։ Եթե որևէ դա իմ երազանքն է, դրա համար ասացի, հիմա մեկ ուրիշը կարող է մի ուրիշ ձևով ասել, դա իմ երազանքն է, կիրթ նախագահ ունենալ գրագետ։ Որևէ կերպ, եւ որ կիրթ ասում եք, ասեմ, եթե հայերը միշտ միայն կիրթ մարդկանց են ընտրում, այո, եթե անուններով գանք հիմա, հայ ընտրողները միշտ ընտրում են, իրենց ձայնը տալիս են միայն կիրթ մարդկանց։
Թե հետո ինչ են սարքում, դա ուրիշ բան է։ Դա ինչ է հետագայում երևում, դա արդեն բոլորիս հայտնի է։ Ամբողջ խնդիրը նրանում է, որ եթե ընտրություններով իշխանություն ձևավորվի, բնականաբար այս համակարգը քանդվելու է։ Այն պահին, երբ որ ձևավորվի, ասենք ընտրությունների քվեատուփերը բացում են եւ ընտրությունների քվեատուփի արդյունքների վրա, որպեսզի անկողմնակալ լինի ասածս, ասեմ հետեւյալ ձևով։ Ասենք ձայները բաշխվել են հետեւյալ ձևով։ Ասենք 35-40% Հայազգային կոնգրես, ասենք 25-30 կամ 35-40% Հայեղափոխական դաշնակցությունն մյուսները եւ փոքրամասնությունը լինի Հանրապետական կուսակցությանը, նշանակում է Հայաստանում ժողովրդավարական համակարգի ձևավորման սկիզբը արդեն ազդարարված է։ Այո, ճիշտ է։ Արդեն ազդարարված է։ Հիմա հարց է ծագում, որպեսզի նորից անկողմնակալ լինենք, անձնավորված լինի։ Ինչու պետք է հեռացվի իշխանությունից հատկապես Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որովհետև այս համակարգը, որ պահպանում է, որ ճակերտավոր ասած կատարելագործում է, որպեսզի այն պահպանվի, իրականացվում է Հանրապետական կուսակցության կողմից։ Այո։ Հիմա խնդիրը Պարլամենտական ընտրություններին, ինչպես ասում է միշտ Հայազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, դրված չէ, թե քաղաքական ուժերից որ մեկը հաղթի, դա դրված է, որտեղ դա ընտրության գաղափարն է։ Առավել կարևոր խնդիր է դրված, որ Հանրապետական կուսակցությունը իշխանությունը չբռնազավթի։ Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրենց ձայնը տան Հանրապետական կուսակցությանը եւ պարլամենտի մեծամասնությունը նրանցից ձևավորվի, դա նորմալ կլինի, եթե այդպես լինի, պատկերացնենք, բայց քանի որ գիտենք, դա այդպես չէ, որտեղ այս իշխանությունները չունեն այդ վստահությունը, մանավանդ այն բանից հետո, երբ որ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը հայտարարեց, որ հաջորդ խորհրդարանում մականոնավորներ չեն լինելու, թաղային հեղեկանակություններ չեն լինելու, օլիգարխները չեն լինելու, բայց երբ որ ցուցակը ներկայացվեց, նորից առաջին շարքում հայտնվեցին նույն մականունավորները, նույն օլիգարխները, նույն թաղային այս հեղինակությունները, երբ որ սկսեցին կիրառվել այդ ընտրակաշառքի մեխանիզմը, երբ որ ընտրությունների սկզբին հմեկով չհայտարարվեց, որ վաղվանից հարգելի հայաստանցիներ եթերում լինելու է նաև ամեկ պլյուսը։ Եթե դու ուզում ես լեգիտիմ իշխանություն ձևավոր, Հայաստանի պատմությունը այնպիսին է վերջին 10 տարվա, այն ուժը, որը կհայտարարի, որ իշխանությունը, որը կհայտարարի, որ ձևավորում է օրինական իշխանություն, առաջին խնդիրը պետք է լուծի, որ եթեր վերադարձնի հմեկին։ Առանց այդ կներեք ամեկ պլյուսին։ Առանց այդ կներեք այս բառը օգտագործելու համար մեյմունությունների, այսինքն օրենքներ, դու ոչ ընդհանրակարգով եք փակել, ոչ էլ օրենքով, այ ոնց փակել եք, այդպես էլ բացեք։ Ինչու համար է պետք բացել, որպեսզի ընտրությունների օրինականությունն ու օբյեկտիվությունը պահպանված լինի, ինչը այսօր չկա։ Ընտրությունների սկիզբը, ռուսերեն բառ կա, չէ՞, ասում են ստարտը, արդեն այսպես ասած պակետով, խախտումներով սկսված է, արդեն իսկ սկսված է։ Բարի, մեկ հեռուստադիտողի լսենք, հարգելով մեր նաև բարեկամներին, դուք եթերում եք, համեցեք։ Ալո։ Այո, լսում ենք ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզի։ Նունե ջան, էսի տիրույնա, կարող է հիշել։ Իհարկե հիշում եմ, տիկին տիրույն, ոնց կարելի է ձեզ չհիշել։ Նայում եմ հաղորդումները չեմ խոսում, բայց ճիշտն ասելով մեր ժողովրդի համար շատ եմ մտածում, ասված է մեր ժողովուրդը Հայաստանի, թող իրանք լավ մտածեն, լավ ընտրություն անեն, որ անհամբեր թեկուս հիվանդ մենք գինեմ չերցերեք աղոթում եմ, կարող է բախները բերի ես անգամ գոնե մի լավ բան ստացվի, այդ մեկ, հետո երեկվանից ուղեղիցս չի երդում Արմեն Դիլակյանի մահը, ցավում եմ, ցավակցություն եմ հայտնում իր ընտանիքին, իր հարազատներին եւ նույնպես մեր ժողովրդին հերու երիտասարդ ազնիվ հաղորդավար կլսեի միշտ կնայեի։ Ինչ ասեմ, թող մնացած կյանքրնի իր երեխաներին, իր ընտանիքին, բոլոր աշխարհին խաղաղություն լինի եւ մեր Հայաստան երկրին Աստված թող ուղեղները բացի, որ ճիշտ ընտրություն անեն, որ մենք էլ այստեղ հանգիստ
Սպասենք այդ օրվան։ Ես իմանում եմ ժողովրդի ցավը ստեղ բոլորն էլ ասենց մտածում են, թե ոնց կարգավորեն։ Տեր Աստված ասում են, դու օգնի մեր ժողովրդին։ Շատ շնորհակալ եմ քո հաղորդումներից էլ, որ չես մոռանում քո հայրենիքը, չես մոռանում քո Հայաստանը, քո հարազատ երկիրը։ Շնորհակալություն Տիկին Տիրուհի ջան։ Անունն է Սալի, ախր քո մոր անունն էլ իմ աղջիկա վրա է։ Հիշում եմ, Սիրվարտին ասում եմ իմ աղջիկա անունն է Սիրվարտա։ Շնորհակալություն։ Թողոքին լուսավորի, քո մորն էլ, քո աղբորն էլ, որ գնաց ջահել։ Շնորհակալ եմ Տիկին Տիրուհի ջան։ Մեր ժողովրդին համբերություն տա եւ մտածեն կարգավորեն իրանք ոնց պիտի ընտրեն։ Շնորհակալություն Տիկին Տիրուհի, շնորհակալ ենք շատ ձեր զանգի համար։ Համբերությունով մեր ժողովրդին օգնենք, որ թող իրանք գործը կարգին անեն։ Կօգնենք ինչքանով որ կարող ենք։ Ձեր ամեն մի զանգը, ձեր ամեն մի այսպես սրտի խոսքը հավատացեք այնքան կարևոր է հայրենիքում ապրող յուրաքանչյուր հայի համար, ինչպես պարոն Կարապետյանը ասեց, մեր ժողովուրդը ճիշտ է ընտրում, ուրիշ բան են ցույց տալիս, ուրիշ բան են մեջտեղ անում, մի թուղթը պահում են, մյուսն են դնում մեջտեղ։ Այդ իսկ պատճառով մենք չենք տեսնում արդարությունը։ Մենք այժմ կունենանք մի փոքր գովազդային ընդմիջում, որից հետո կվերադառնանք շարունակելու համար մեր զրույցը, խնդրեմ։ Մեր զրույցը շարունակվում է Կարո Կարապետյանի հետ, մենք հիշում ենք նախորդ նախագահի վերջին ընտրությունը, Ստեփան Դեմիրճյան եւ Ռոբերտ Քոչարյան վերջին ընտրություններ 2003 թվականի, երբ դեռ մենք կարող էինք այստեղ ընտրել, այսինքն Հայաստանի քաղաքացիները իրավունք ունեին ընտրելու, պատկերը բացարձակ ճշմարիտ պատկերը դա էր, երբ 3000 ընտրողից, որտեղ ես մասնակից էի այդ աշխատանքային լրացնողի եւ չգիտեմ ինչ գործեր էին անում հյուպատոսարանի կողմից, պատկերը սարսափելի էր ի պատիվ ընտրողների եւ ի հեճուկս իշխանության, որովհետեւ իշխանությունը սարսափելի վիճակում հայտնվեց, երբ տեսավ ինչ է կատարվում Ամերիկայում որպես ընտրություն, որպես այդպիսին, որովհետեւ 3000-ից 2800, չգիտեմ, քանիսը ձայնը տվել էին Ստեփան Դեմիրճյանին, բայց անցավ Ռոբերտ Քոչարյանը։ Այդ էր ընտրությունը իսկական։ Նախ ասեմ, որ դա այն ժամանակ սարսափելի էր, որովհետեւ դու Նունե ջան անձամբ դու ես մասնակցել այդ գործընթացին քո հաղորդումներով, որ բոլորս մեր հաղորդումներով կամ հյուրընկալվելով կարողացանք շատ ճիշտ վերլուծություն տալ, ասել որ տեսեք, այնինչ տեղի ունեցավ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, նույնը տեղի ունեցել Հայաստանում։ Ուղղակի տարբերությունը նա էր, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում երևաց այնինչ որ եղել է, այնտեղ չերևաց այնինչ որ եղել է։ Եվ հյուպատոսին աշխատանքի ձեռացրել։ Այո, բնականաբար։ Կանչեցին ետ հյուպատոսին, այսպես մարդը, որը ուղղակի մասնակցել էր արդարացման։ Հետո ամբողջ խնդիրը նա է, որ հյուպատոսին աշխատանքից հեռացնելուց հետո, երբ որ նոր հյուպատոսներ ուղարկեցին, տեսնելով որ հյուպատոսները այստեղ անզոր են, ինչ քայլի գնացին։ Ընդհանրապես այդ իրավունքը մեզ արգելեցին ընտրել։ Այո, Քոչարյանի հերթական բռնապետական արարքներից մեկն էր դա, որը վնասեց։ Դե ես անկեղծ ասած համարում եմ, որ իրենցն էլ է բռնապետական, որովհետև եթե այս իշխանությունները, որոնք փոխարինել են Քոչարյանին, իրենք շատ են սիրում այդ բանը ասել, ուրեմն ինչ որ քննադատում են, թող փոխեն։ Թող ԱՄԵԿ+-ը բացեն, թող Սփյուռքում ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին գումարած երկքաղաքացիներին Ես ինքս դեմ եմ եղել քաղաքացիությանը, բայց օրենքը մնում է օրենք։ Ընդունել եք, ուրեմն քաղաքացիներին թույլ տվեք ընտրեն։ Այո։ Բարի, փորձենք լսել հեռուստադիտողներին, միայն շատ կարճ խոսենք բոլորս, համեցեք եթերում եք։ Բարի երեկո։ Հարցս ուղղում եմ պարոն Կարապետյանին։ Խնդրեմ, համեցեք։ Պարոն Կարապետյան, այստեղ Երևանյան լրատվամիջոցներից մեկը հաղորդեց, որ կառավարությունը որոշում է ընդունել Այսօր կամերեք չմատ բանտարկվածներին, երկարաժամկետ բանտարկվածներին ներելու ազատ արձակելու մասին։ Սա իշխանությունների ընտրությունների լրացիչ ձայներ կորզելու ձևը, նպատակը, ընդհանրապես ինչ է նշանակում չմատ բանտարկվածներին ազատել։ Այսինքն Նայիրի Հունանյանն էլ կարող է վաղը ազատվել, չէ՞։ Դուք ավելի շուտ ասեցիք։ Որպես իրավան, խնդրեմ մեկնաբանեք։ Նախ ասեմ ձեզ, որ ՑՄԱ բանտարկյալներին, այո, նախագահանով որ պաշտոն է կատարել, օրենքով իրավունք ունի ներում շնորհելու։ Բայց ընդհանրապես աշխարհում չկա այդ պրակտիկան, որ ՑՄԱ ազատազրկվածին, ասենք ժամանակից շուտ ազատում են։
Բոլորը գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունում ՑՄԱ ազատազրկման են դատապարտված հիմնականում այն մարդիկ, որոնք կատարել են դիտավորյալ սպանություններ։ Ու գիտեք, որ մի մեծ խումբ կապված է հոկտեմբերի 27-ի հետ։ Քանի որ հոկտեմբերի 27-ի եւ մարտի 1-ի էջը իրենց մտածելով իրենք փակել են նույնիսկ Եվրոպայում, այսինքն համարում են արդեն անցած էտապ։ Երևի ուզում են վերջնականապես մաքրած լինեն, դա առաջին խնդիրն է, եւ երկրորդը կարծում եմ, որ այնուամենայնիվ որոշակի պարտականություններ, ես դա կապում եմ 27-ի մեղադրյալների հետ, որոնք պարտավորություններ, որոնք իրենց վրա ունեին վերցրած, իրենք ստիպված են կատարելու։ Իհարկե, մի երկու հոգի կյանքի ձրկվեցին տարբեր պատահարներով, երևի հնարավոր չի այդքան առերես բոլորին ոչնչացնելու։ Իսկ այդ մարդիկ ամենայն դեպս կարող են ձևերը գտնել խոսել ու ասեմ ձեզ, որ մի քանի ՑՄԱ բանտարկվածներ հաջողվում է, որ մամուլում հանդես են գալիս եւ շատ բաներ սկսում են բացահայտել։ Երևի այդ խնդիրն են ուզում լուծել։ Ընտրությունների հետ ես չեմ կապում, որովհետև ընտրություններին ինչ պիտի անեին, ազատազրկեն, որ հասարակությունը լավ տրամադրվի, հակառակը, եթե այդ տրամաբանությամբ գնանք, հասարակությունը վատ է վերաբերվելու ՑՄԱ բանտարկվածներին, որովհետև այնուամենայնիվ հայ հասարակությունը առ այսօր համենայն դեպս նմանատիպ հանցագործությունների, ասենք, տերորիստական ակտ, սպանություն եւ այլն հասարակության գերակշիռ մասը ամենայն դեպս կարծում է, որ մահապատիժը պետք է մնար։ Ես ինքս շատ եմ այդ խնդրով ուսում եմ, ինքս դեմ եմ մահապատժին, բայց ես գիտեմ, որ հասարակության մեծ մասը յետխորհրդային հանրապետությունների շատեր են, նույնը Ռուսաստանում։ Այնպես որ չեմ կարծում, ավելի շատ իրանց է դեմ ուղված, կարծում եմ կապված է այդ խնդիրներով։ Բնական է ամեն ինչը անօրինական է կատարված, մանավանդ ես ձեր հետ համաձայն եմ, քաղաքական նման միջոցառման նախաշեմին, երբ որ գիտեք ինչ, պետք է դիտարկեք, չէ, իշխանությունը պիտի դիտարկի, ընտրություն է լինելու, կարող է գա նոր իշխանություն։ Հետաքրքիր է, իշխանության փոփոխման ժամանակահատվածում ինչու ես այդպիսի քայլեր կատարում։ Իսկ եթե ձևավորվես ոչ թե դու, այսինքն իրենք վստահ են, որ իրենք են մնալու, դրա համար կարծես թե ինչ-որ մեսեջ են երևի ուղարկում, որ միևնույն է մենք ենք մնալու։ Այո։ Ես ուզում եմ կարդալ Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահի այսօրվա ելույթից մի փոքրիկ հատված, որտեղ շատ կարևոր այսպես գլոբալ հարց է բարձրացվում եւ սա խնդրել որպեսզի պարոն Կարապետյանը վերլուծի։ Առաջին նախագահը կոչ արեց ձայն չտալ հանրապետական կուսակցությանը, ավելի վատ է լինելու։ 21 թվականից սկսած, Միասնիկյանից սկսած Հայաստանի ոչ մի ղեկավար չի կրակել հայ ժողովրդի վրա։ Սեփական ժողովրդի վրա առաջին անգամ կրակել է Ռոբերտ Քոչարյանը։ Ինչ փաստարկ պիտի բերի իշխանությունը, որ ասի հավատացեք մեզ, այսուհետև ավելի լավ կլինի։ Փոփոխությունը այն է լինելու, որ եթե մինչև հիմա 5 միլիարդ են գողանում, այսուհետև շատ ավելի են գողանալու։ 14 տարվա ընթացքում բնակչությունը պակասել է 1 միլիոնով։ Տվեք իշխանությունը հանրապետականին եւ Սերժին եւ հաջորդ 10-14 տարիներին Հայաստանի ժողովուրդը կպակասի եւս 1 միլիոնով։ Ինչ ենք անելու մենք դրանից հետո, ինչ է մնալու Հայաստանում։ Ահա այսպիսի հարց է, խնդրեմ։ Սա շատ հետաքրքիր հարց է եւ կարծում եմ, որ Սփյուռքում բնակվող բոլոր հայերը պետք է շատ ուշադիր, շատ սրտացավ վերաբերվեն այս հարցին, որովհետեւ իրոք, եթե նկատել եք ընտրությունից ընտրություն արտագաղթի տեմպերը աճում են։ Ես վերջերս միտեղ մի հոդվածի նման բան էի գրել, կոչով դիմել է մեր սփյուռքահայերին եւ հայաստանցիներին նույնպես, խնդրում եմ մի նոսրացրեք մեր շարքերը, ի նկատի ունեմ Սփյուռքում ապրողների։ Մանավանդ որ առաջին նախագահան շատ ճիշտ է նկատել, Սփյուռքը այսօր տարբերակված է։ Սփյուռքում կան համ սփյուռքահայեր, այն մարդիկ, ովքեր որ Եղեռնից Մազապուրց փախել են 100 տարի առաջ, եկել են տարբեր երկրներում։ Եվ այսօր կա նաև մի շերտ, ովքեր պանդուխտներ են, դա էլ մենք ենք։ Այո։ Որովհետև շատերս եկել ենք Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո։ Դա պանդուխտներ են։ Այսինքն դեռ սփյուռքահայ դառնալուն շատ երկար ժամանակ եւ երևի չկարողանանք այդքան լիարժեք հետ դառնալ, որովհետեւ եթե մարդիկ կոտորած էին փախել, մենք ինչից ենք փախել։ Երբ որ վերլուծում ես, ստացվում է, որ կներեք համենայն դեպս երկուսն էլ տեղահանում է, իր գաղափարով տեղահանում է նշանակում։ Բնականաբար բայց սա Հայաստանի իշխանությունը։ Այո, Հայաստանի այսօրվա դուրս եկողը Հայաստանի տեղահանվածը չէ։ Իրոք այսօրվա հանրապետական կուսակցությունը, որը նորից ուզում է իշխանության գալ, եթե անկեղծորեն ուզում է գալ ժողովրդին ծառայելու, ուրեմն մի քանի խնդիրներ կան, որոնք նա անհապաղ պետք է լուծի։ Այսինքն իշխանություն գալուց ամիսներ առաջ
նա պետք է բացահայտած լիներ հոկտեմբերի 27-ի գործը, բոլորս էլ գիտենք, որ ինչպես որ Քոչարյանն էր ասել, մի ուչաստկովի գործ է դա։ Հա։ Երկրորդը շատ արագ կարող էր մարտի 1-ի գործը բացահայտել։ Մանավանդ Հայ ազգային կոնգրեսը տվել էր իրեն այդ հնարավորությունը։ Այսինքն եթե դու անաչառ իշխանություն ես եւ ուզում ես ժողովրդից իշխանություն ստանալ, կան մարդիկ, որոնք մասնագիտական հետաքննություն են արել, տվյալները ներկայացրել են հանրությանը, ընդամենը մնում է անկախ դատարան ապահովել եւ համապատասխան պատասխանատվության համապատասխան պաշտոնյաները բնական է Քոչարյանի գլխավորությամբ, որտեղ այնուամենայնիվ ինքն է հրաման տվել այդ զինված մարդկանց քաղաք մտցնելու, զինված տեխնիկա, բանակը օգտագործելու հրամանները տվել է ինքը։ Այդ գործը բացահայտված է։ Եթե դու ուզում ես հավատան, ինչ որ բան պետք է անես։ Դրա համար Տեր-Պետրոսյանը ճիշտ է ասում, իրենք ոչինչ չեն արել, ինչու հավատանք։ Այսինքն դրանք ընդհանրապես դատարկ խոսքեր են։ Բարի, շարունակենք լսել հեռուստադիտողներին։ Եվս դուք եթերում եք, համեցեք, խնդրեմ։ Բարի երեկո։ Հանրապետականի կարծիքով, որ սուքական արձանագրությունները կազմեցին, դա միասեռ այդ հանրապետականներ հետներ։ Հա, իհարկե։ Իսկ երկրորդը Սերժը, որ գնում է միտեղ հավասարություն անցկացնելու, այդ նույն տեղում կան հազարավոր մարդիկ, բայց մեծամասնությունը 80%-ը երեխաները մանկական պարտեզի միջև 7-րդ դասարան, 8-րդ դասարան, այնպես որ ժողովուրդ հանա, լսնում, որ կարողանան ապահովել մարդկային բազմությունը։ Սերժը երբ այն խոսքի տերն եղել, որ հիմա այն խոսք հատալի, առանց անհարմար զգալու, որ ժողովրդի տրվիկ վիճակը կբարելավի, անհարմար չի մեր ժողովուրդը չի անցկանում այդքան բան։ Նա ասել սկսել ապող բաժանել է։ Եվ Արտուրի եւ իրա, որտեղ են նույն սաների կտանն են։ Այդքան բան չգիտեմ ինչ։ Բարի, շատ ապրեք դուք, որ հիշեցրիք այդ իր ընտրարշավի այսպես պատկերները, երբ ենք տեսնում ենք դպրոցներում երեխաները դպրոցից հանված դասարաններից եւ վերջերս մի շատ հետաքրքիր հայտարարություն էր, ես այսօր նայեցի YouTube-ում տեսա, ինչպես է դպրոցի ղեկավարությունը հրամայում անպայման ներկա գտնվել, որտեղ Սարգսյանը գալիս է իրենց գյուղը կամ այդ շրջանը հանդիպման ժողովրդի հետ, բացակայել չի կարելի, ներկայությունը պարտադիր է գրված է ուսուցիչներին եւ աշակերտներին։ Այսպիսի կոմունիստական այսպես պարտիան է հիշեցնում։ Անկեղծ ձեզ ասեմ, կոմունիստականը չէ, ավելի վատ Ավելի վատն է։ Այո, բռնատիրական։ Ավելի վատն է, որովհետև ասենք կոմունիստական կուսակցությունը նմանատիպ իհարկե ավտորիտար ռեժիմ էր, բայց ավելի կազմակերպված է լինում, ավելի շատ գրագետ մարդիկ էին գալիս եւ այլն։ Մի խոսքով սա մի քիչ ուրիշ բան է, սա ավելի վատն է, ավելի ոնց որ ասեք բռնատիրական է։ Ինչ են անում։ Այդ հավաքներից առաջ որպես կանոն հարձակվում են ժողովրդի վրա, ազգային անվտանգության ծառայություն, ոստիկանություն, մաքսային ծառայություն եւ այլն, եւ եթե ասենք այդ հավաքների ժամանակ մեկ-մեկ իրենց այդ կամերայով նկարողը տանում է մարդկանց վրա իբրև թե ցույց տալու, բայց հաշվի չեն առել, որ այդ մարդկանց դեմքն ու զգացմունքները, ասենք դեմքի արտահայտությունից երևում է, թե այդ մարդը կամավոր է եկել, թե իրեն քաշ են տվել։ Ու 80-ից 90% երևում է, նույնիսկ իրենց կողմնակիցները չգիտեն թե ինչպես պահել իրենց։ Օրինակ ասենք ձեր ասած կոմունիստական շրջանում առաջվա պաշտոնյան երբ որ գալիս էր այդ ժողովին եւ սրտատրոփ սպասում էր երբ էր ավարտվելու, բայց իր դերակատարությունը փայլուն էր կատարում, թե դեմքի ժպիտը թե ցույց տալ եւ դրանք սա էլ չեն կարողանում անել։ Մեզ հաշված րոպեներ են մնացել, մենք չենք կարողանալու հեռուստադիտողների զանգերին թերևս միայն մեկին լսենք եւ փորձենք հասցնել, 1-2 րոպե ունենք միայն, դուք եթերում եք, համեցեք։ Այո։ Այո, խնդրում եմ կարճ ձեր հարցը։ Նորը։ Այո, լսում ենք։ Նորը ջան, բարի երեկո։ Բարի երեկո, կարճ խոսեք, խնդրում եմ ձեզ, ծրագիրը ավարտվում է, ուշացրել ենք արդեն։ Չէ, ինքը Նորը ջան։ Չի անջատել։ Ասեք։ Չելա նորը ջան։ Բարի, չկարողացանք իրար հասկանալ, շատ ցավում եմ դրա համար, հետո զանգահարեք, կխնդրենք, որպեսզի պարոն Կարապետյանը մի քիչ ավելի երկար մնա եւ պատասխանի։ Մենք պիտի ավարտենք ծրագիրը, ուզում եմ շնորհակալություն հայտնել Կարո Կարապետյանին եւ հուսալ, որ մինչեւ ընտրությունները մենք այսպես լուսաբանելու առիթ կունենանք, վերջին օրերին շատ ավելի կարեւոր կլինի մեր հանդիպումները, հուսով եմ չեք մերժի եւ կհրավիրեք կոնգրեսից եւս էլ ինչ որ մարդկանց, որոնք կգան եւ մեզ իրենց կարծիքները կհայտնեն։ Ես նորից կրկնում եմ, Սփյուռքը կամ դրսի աշխարհը այս է պատկերը
89 ամբողջ, այսպես ասեմ, չասեն էլի բոլորին մեկի մի սանդրիկը տավի տակ դրեցիք ու մի թրի տակ կոնգրեսական դարձրիք, բայց ժողովուրդը սա է։ Այնինչ կատարվում է մեզ մոտ, դա է իրական պատկերը։ Ուղղակի այստեղ համարձակ մարդիկ կարող են զանգարել, իրենց կարծիքը ասել կամ գալ միտինգի 70-80 հազարանոց միտինգներ են ունեցել այստեղ եւ իրենց ձայնը արտահայտել սիրելի Կարո։ Պիտի ավարտենք հուսալով, որ մեր ժողովուրդը միշտ այսպես կամային կլինի, ինչպես այստեղ է, չէ՞։ Անպայման ես շնորհակալություն եմ հայտնում հրավիրելու համար, բնականաբար մենք ակտիվորեն կմասնակցենք նմանատիպ թեմաների քննարկմանը։ Ես մի բառով եմ ուզում իմ խոսքը ավարտել, հարգելի Սփյուռքում ապրող իմ հայրենակիցներ, ոչ արտագաղթին, ամեն ինչ արեք, որ այլևս արտագաղթ չլինի։ Հայաստանը կործանվում է, արտագաղթը պետք է կանգնեցնել։ Իսկ կանգնեցնելու միակ ձևը այս ռեժիմը, այսպես ասած, կազմաքանդելն է, ժողովրդական, օրինական իշխանություն ձևավորելը։ Այլ ճանապարհ չկա։ Շնորհակալություն, այսքանով ավարտում ենք մեր ծրագիրը, սիրելի բարեկամներ, մնացեք բարով, Աստված ձեզ պահապան։